Տաղոների դեմ արական ինժեներներին սա թողան սիգնալը պատրաստ են գործընկերներ։ Ձեր թույլտվությամբ մի կարճ հանգամանք նշեմ, այնուհետև սիրով նաև ձեր հարցերին կպատասխանեմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ հանդիսացող մեր գործընկերը Դավիթ Ղազինյանը հանդիպել է հերթական իրավունքի նկատմամբ նսեմացնող, ինչ որտեղ ծաղրող վարքագծին։ Ներկայացնեմ շատ հստակ ինչ է տեղի ունեցել։ Քննչական մարմինը, դատախազությունը քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատարան։ Այն պարագայում, որ բոլոր տվյալները փոխանցվել էին թե քննչականին, թե դատախազությանը։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանը անձամբ ներկայացել էր նախաքննական մարմնին, երբ դեռ նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չկար։ Դուք տեղյակ եք, որ Դավիթ Ղազինյանի դեպքում դատարանը միակ ռիսկը, որ տեսել էր մի գործի շրջանակներում, որտեղ նյութ չկա, դա իբրև խոչընդոտելու ռիսկն էր։ Պատկերացրեք նախաքննության ավարտը ինչ է, չէ՞ իրենից ենթադրում, որ այդ ռիսկը ուզես-չուզես պետք է նվազի։ Բայց Դավիթ Ղազինյանի դեպքում նաև, չնայած նրան, որ մենք միջնորդել ենք, որ վերջինս հարցաքննվի, որ եթե կա այդ խոչընդոտելու ռիսկը իրենց պատկերացրած, առերեսում տեղի ունենա, ոչ մեկը չեն արել։ Ինչի չեն արել, որ մինչև այս նիստը գործը ամեն կերպ ուղարկեն դատարան, որ երբ այս նիստը ավարտվի եւ մեր ձեռքի տակ լինի այլևս արձանագրությունը նրա վերաբերյալ, որ Դավիթ Ղազինյանը падգամավոր է եւ չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն իրենք լիազորություն չունեն։ Այսինքն գործը արդեն դատարանում է եւ դատախազը չունի լիազորություն վերացնելու կալանք։ Սա իսկապես ամփոփեմ խոսքս, սա աբսուրդի նոր նշաձող է։ Մյուս հանգամանքը, որ ուզում եմ նշեմ, տեղի է ունենալու այսօր ժամը 17:00-ին։ Դուք երևի թե ԿՀ օրակարգը ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն։ Ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ ձեզ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր։ Կհիշեք Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿՀ-ի տիրույթում չէ։ Հիմա պատկերացրեք 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու падգամավորի կարգավիճակ, այսինքն ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի։ Ինչ է լինելու դրա ճակատագիրը, հերթական քաղաքական, հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն, գիտեք, սա մեղմ ասած իրավունքի նկատմամբ ծաղր է։ Այլ հիմա դուք օրինակ կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է։ Տեղեկություն չունեմ։ Ավելին, նշված տվյալը իմանալով հանդերձ, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք դիրքորոշում, որ ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք, որ որևէ կերպ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին։ Բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ որպես իրավաբանի, փաստաբանի դեռևս այդ կարգավիճակում ունեմ դիրքորոշումից։ Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք եւ ժամկետ ուզենք այս մասին։ Քաղաքացիություն թաքցնելու մասին։ Փաստացի միջնորդությունը դրան է վերաբերում։ Ընտրություններին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ճիշտ եք ասում, ոչ թե օրենքի խախտում է, այլ նաև սահմանադրական դատարանի որոշման խախտում է, այլ ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի։ Իդեպ ես հիմա արդեն ինքս իմ նկատմամբ որոշակի քննադատություն ունեմ, շատ հարցերում ունեմ, բայց այս հարցում էլ եւս ես հաճախ խոսում եի Սոմալիի հետ համեմատականի մասին, որտեղ գիտեք դեռ կան ծովահեններ, երևի թե այնքան շատ ասեցինք, որ մեր իրականության մեջ նույնիսկ ինչ որ հարցերում Սոմալին կարծես թե ավելի մեծ իրավունքի պաշտպանության նշաձող է սահմանում, քան Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները։ Պարոն Վարդևանյան, Նարեկ Կարապետյանի վարույթի ընտրություններին է առնչվում։
Ես Նարեկ Կարապետյանի վարույթը կարող եմ հստակ ասել, որ իրավաբանության հետ առնչություն չի կարող ունենալ, որովհետև չի կարող լինել մի վարույթ։ Ես նշված տվյալներին դեռ չեմ տիրապետում։ Հայտարարություն էին տարածել, որ իբրև թե այլ երկրի քաղաքացիություն։ Այլ երկրի քաղաքացիության վերաբերյալ այնպիսի տվյալներ են հասանելի նաև քննչական մարմնին, որ իմ կարծիքով եթե դուք դիմեք քննչական կոմիտեին եւ իրենք ունենան բավարար ազնվությունը իրենց նաև հենց պարտականությունների տեսանկյունից պետք է հայտնեն, որ նշված վարույթը կարճվել է։ Այլ տարբերակ ուղղակի չունի։ Երկու քրեական վարույթ է, պարոն Վարդանյան, նախաքննությունը շարունակվել, մեկը կարծեմ բանակից ազատվելու հետ էր կապված, մեկը էլ Ռուսաստանի ազգային։ Երկուսն էլ պետք է կարճվեն, այսինքն այստեղ այլ տարբերակ իրավական չկա, բայց հիմա ի վերջո ինչ են ցանկանում դատախազությունը, որ ԿԸՀ-ն այսօր անի, եւ երևի թե ինչ որ ստվերային չի բացառվում նաև որոշակի վարժություններ պետք է տեղի ունեցած լինեն, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մի բան հստակ է, նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն կազմով կհիշեք, վերադարձրել էր դատախազության միջնորդությունը։ Դատախազությունը փաստորեն նորից է այն ներկայացրել եւ ոչ թե ներկայացրել է այսօր, կարծես տվյալը դրա վերաբերյալ պետք է ավելի վաղ տեղի ունեցած լինի։ Ինչեւ է Վարդանյան մանդատ վերցնելու հետ կապված թեման փոխենք մանդատի, նախորդ անգամ դուք հրաժարվեցիք մանդատ վերցնել, պատճառաբանություններ ներկայացրեցիք, այս անգամ հայտարարություն չեք տվել, առավոտյան Գոհարմելոյա մեկնել, այսինքն դուք պատրաստում եք վերցնել։ Ինքնաբացարկների ներկայացման վերջնաժամկետը հանդիսանում էր հուլիսի 20-ը ժամը 18:00։ Բոլոր մեր այն գործընկերները, որոնք նման դիմում ներկայացրել են, ովքեր մինչ այդ ժամկետի ավարտը չեն ներկայացրել, ըստ դրա չեն ներկայացրել։ Ես այստեղ պարոն Մակարյան, դուք նոր մոտեցաք, ես այստեղ կարծում եմ նաև թե Տիկին Մելոյանը, թե նաև իմ վերաբերյալ հարցադրումը, որը ներկայացրեցի, անկեղծորեն եմ ասում, եթե նժարի վրա դնում ենք այն հարցերի, որոնք հենց այս պահի դրությամբ առկա են, ես համարում եմ, որ դրան նույնիսկ այս փուլում անհրաժեշտ չի անդրադարձ կատարելու։ Մենք հիմա խոսում ենք։ Ես կարող եմ հետևյալը ասել, պաշտպանական թիմը կամրապնդվի, թե ոչ, նշված հարցերը անկեղծորեն եմ ասում, այն պայդերությամբ, երբ մենք հիմա խոսում ենք, ու ստացվում է Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ իրավիճակ, որ դատախազությունը տեղեկացված լինելով, որ 2026 թվականի հուլիսի 21-ին ժամը 15:00-ին տեղի է ունենալու նիստ, որտեղ Դավիթ Ղազենյանի օրինակ падգամավորի կարգավիճակը այլևս հստակ է լինելու եւ պարզապես իրենց պարտականությունը կատարելուց խուսափելու համար նման ռեկորդային արագությամբ գործը ուղարկել դատարան, սա իսկապես մենք խոսում ենք այնպիսի խախտման մասին, որ ես ուզում եմ դրա մասին հատկապես շեշտադրել։ Ավելին Դավիթ Ղազենյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ, բայց մենք ունենում ենք մի իրավիճակ, որ ստացվում է այն պաշտոնյան, որը դա պետք է ապահովի, գոյություն չունի։ Եվ սա հատուկ մշակված ծրագրային գործողություն է եղել։ Ես հասկանում եմ, որ կարող է այսօր ձեզ սկսեն հրամցնել հետևյալ մեկնաբանությունը, թե Նարեկ Կարապետյանի գործով, թե օրինակ Դավիթ Ղազենյանի կարգավիճակի վերաբերյալ, որ գիտեք, падգամավորի կարգավիճակը ստացել են, բայց դեռևս լիազորությունները չեն ստանձնել, որտեղ լիազորությունների ստանձնման օրը օգոստոսի 2-ն է։ Հարգելիներս, նշված հարցը սպառված է 2021 թվականի դեկտեմբերի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, որը ի դեպ ներկայացվել էր ազգային ժողովի падգամավորների 1/5-ի կողմից, ներկայացուցիչը հանդիսացել եմ ես։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ օգտագործում է падգամավորի կարգավիճակ ձեռք բերել եզրույթը։ Ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ։ Կարգավիճակ տալիս է այս մարմինը։ Լիազորությունների ստանձնումը տեղի ունենում ազգային ժողովում։ Հնարավորություն, քննչական կոմիտեն հենց այսօր է նախաքննության Նախաքննության ավարտը Դավիթ Ղազենյանի գործով հայտարարվել է 2026 թվականի հուլիսի 20-ին ժամը 17:00-ի սահմաններում։ Գործը կարծես բաղկացած է 7-8 հատորից։ Մենք խնդրել էինք, որ մեզ տրամադրեին ժամկետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի 17:00։ Այսինքն մենք մեր ակնկալած ժամկետը, երևի թե որևէ մեկը չի կարող չէ ասել, որ երկար ժամկետ ենք ուզել։ Կարծում եմ որևէ մի մասնագետ նման դիրքորոշում չի հայտնի։ Քննիչը այն համարել է ակնհայտ անհիմն միջնորդություն, որոշել է մեզ ժամկետ տրամադրել մինչև 11:00-ն, այնուհետև 11:01 ենթադրում եմ, որովհետև 10:30 մենք ներկայացրել ենք միջնորդություն, որոնակ առերեսուն կատարեք, հարցաքննեք Դավիթ Ղազենյանին, քննիչը այն փողել է առանց քննության, գիտեք ինչ պատճառաբանությամբ, որ արդեն մեղադրական եզրակացությունը ուղարկել է դատախազին։
Այսինքն սենց արագություն հարգելիներս ես իդեպ ասեմ նաև որ աշխատանքային կարգով 3 փորձել եմ նաև կապ հաստատել հսկողություն իրականացնող դատախազի Հսկողություն իրականացնող դատախազի հետ աշխատանքային ձևաչափով կապ հաստատելը ողջամիտ երևույթ է, քանի որ դատախազի նույնիսկ համարը համապատասխան դատավարական որոշումներում գրվում է։ Պատկերացրեք, ես այդ համարին Արտուր Դանիելյան, ես փորձեցի կապ հաստատել այդ հեռախոսը համարով, պատասխանեց մի կին, խնդրեցի, որ փոխանցեն հեռախոսը դատախազ Դանիելյանին, որ խոսենք Ղազինյան Դավիթի խափաման միջոցի հետ կապված հարցի շուրջ, որովհետև պատգամավորի կարգավիճակ է ստանում եւ այլն, ստացա պատասխան, որ նման դժվարություն կա, պայմանավորված այն հանգամանքով, որ ես զանգահարել եմ Կոմերցբանկի հաշվապահություն։ Գիտեք, դատավարական ակտերում երբ նշվում է հսկողություն իրականացնող դատախազի հեռախոսահամարը եւ նման վերաբերմունք է տեղի ունենում, սա իսկապես միգուցե նաեւ դա էլ էր պայմանավորված նրանով, որ ինչքան հնարավոր է արագ, այո, հաշվապահության։ Հայտնեցին, ամեն դեպքում հիմա ես ներողություն եմ խնդրում Կոմերցբանկի հաշվապահությունից, որ նման ահազանգ էի ներկայացրել։ Դուք ձեր հարցադրմամբ շատ ճիշտ հանգամանք եք վկայակոչում այնքանով, որ գտնում եմ, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդման, իրավունքի նկատմամբ ծաղրի, քաղաքական թատրոնի, ինչ որ հերթական վրեժ խնդրության, չգիտեմ, նման կատեգորիաների դիրույթում, բայց նաև ազգային ժողովում ուժեղ Հայաստանի գործունեության խաթարմանն է ուղղված, այդ թվում հենց Նարեկ Կարապետյանի անձով պայմանավորված։ Այստեղ իրավաբանություն տեսնել ողջամտորեն հնարավոր չէ։ Չկա ընդհանրապես, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն են նաև ուզում եմ հատուկ էլի ընդգծել, որ ինքը ուներ անհամաձայնություն, որ մենք այստեղ միջնորդենք, որ ժամկետ տրամադրվի, ծանոթանանք նյութերին, դա Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն է։ Կարծում եմ առիթը կլինի հենց ինքը կներկայացնի առնվազն կարելի ասել կրկին։ Բայց համաձայնել եք Նարեկ Կարապետյանի չեք ներկայացնելու ժամկետ չեք ուզում։ Առնվազն ես Նարեկ Կարապետյանի դիրքորոշման հետ ունեմ անհամաձայնություն, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պետք է հարգել։ Պարոն Վարդապետյան, այս ամենից հետո չեք կարծում, որ ամեն դեպքում սխալ էր մանդատները վերցնել գնալ ազգային ժողով։ Դուք մանդատ ունեք, բայց այդ մանդատը դեր ձեռքից սխալում են, չեն թողնում անգամ առաջին նիստի մասնակցել։ Տեսնենք, կստացվի այդպես, թե ոչ, եկեք այդպես ձևակերպեմ։ Ես էլ կարող եմ ձեզ կատարեմ պնդում, որ իրենց փութաջանությունները դրսևորելով էլ մենք էլ մեր գործողությունները կկատարենք։ Ես կարող եմ, հետև իդեպ նույն սահմանադրական դատարանի հետ կապված որ նշում եք, միանշանակ սահմանադրական արդարադատության որևէ նշույլ տեղի չունեցավ, ունենք իհարկե ֆիզիկապես սահմանադրական դատարան, բայց եթե դուք այդ որոշումը ուսումնասիրեք, սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կարելի է նշել, ու առնվազն 2015-ի սահմանադրական բարեփոխումներին հաջորդող ժամանակահատվածում այնպիսի ընտրախախտումների վերաբերյալ արձանագրումներ են կատարվել, որոնք բավարար էին նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի նշանակման համար, սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից, մինչև մի շարք այլ ընտրախախտումների, ընդհանուր մինչև դուք բոլորդ կարծես այդ հարցը հաճախ հնչեցին եք, չէ՞, հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների մասին։ Բարձվեց ըստ սահմանադրական դատարանի ամբողջ նախընտրական քարոզարշավին այդ ձայնագրությունների հրապարակումը եղել է ընտրական խախտում։ Պատկերացրեք, դա գրել է սահմանադրական դատարանը։ Չնայած նրան, որ օրինակ արդարադատության նախարարն էլ Փութաջանովեն հակառակի վերաբերյալ պնդում էր կատարում։ Գիտեք, այդպիսի արձանագրումները իրենց իրավական ազդեցության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք ժողովրդավարության ճգնաժամի մասին, ազդեցություն բավարար չեն ունենում։ Բայց ի վերջո ժողովրդավարության ճգնաժամը հավերժ չէ եւ որևէ մի իշխանություն էլ հավերժ չէ։ Պարոն Վարդապետյան, Ավետիս Սարաքելյանը վերցնելու է մանդատը։ Ես կարծում եմ դուք տվյալը պետք է որ ունենալուց լինեք, որ 2026 թվականի հուլիսի 20-ի մինչև ժամը 18:00-ն ինքնաբացարկներ ներկայացնելու ժամկետն էր։ Մինչև 18:00-ն մեր գործընկերը ներկայացրել է ինքնաբացարկի դիմաց։ Մեր թիմում երբևէ տարաձայնություններ չեն եղել, մեր թիմում միշտ եղել են քննարկումներ, կարծիքների փոխանակում, բայց միշտ որոշումներում ունենք կուռ թիմ, իդեպ որը շատ դրական հանգամանք եմ նշում եւ կարծում եմ նաեւ դրա հենց ակնկալիքը մեր հանրությունը եւս ունի, այդ առումով
դուք կտեսնեք ազգային ժողովում որակապես մի նոր իրավիճակ, նոր գործունեության մոդել եւ ամենակարևոր հանգամանքը սիրելիներս մանդատներ ստանձնելը դա իսկապես պատասխանատվություն է նախ եւ առաջ մեր հանրության առջեւ այդ որոշումը ինքնին դա մեր պատասխանատվությունն է մեր հանրության առջեւ բայց Նարեկ Կարապետյանը երբ հայտարարել էր մեր թիմի որոշման մասին որ մենք մանդատները վերցնելու ենք, ստանձնելու ենք, նաև հենց հստակ նշում էր, չէ, որ այդ ամենը ի վերջո քաղաքական հետապնդումների, ռեպրեսիաների մի ճանապարհ է, այլ ոչ թե ինչ-որ մի դրականին միտված մի իրավիճակ է։ Նարեկ Կարապետյանի նշված խոսքերի վերաբերյալ իրականության արտացոլումը տեսնում ենք այսօր ժամը 17:00-ին սպասվող նիստին։ Անակնկալներ իհարկե ԿՀ-ից չեմ սպասում։ Շատ հետաքրքիր հանգամանք եք նշում, առնվազն անտեսող քայլ 1 կատարողը այս կառույցն է, քայլ 2 կատարողը Բաղրամյանի վրա գտնվող Սահմանադրական դատարանն է։ Ինքնին ազգային ժողովը անտեսողը չէր կարող լինել, այլ հարց որ Հայաստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իր պարտականությունները կատարի, Սահմանադրական դատարանը իր պարտականությունները։ Մի բանում վստահ եղեք։ Այնինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ եւ մեր հայրենակիցների շուրջ 60,000 մեր հայրենակիցների կողմից տրված ձայների նկատմամբ պատասխանատվությունը անխուսափելի լինելու է։ Դա այնպիսի մի երևույթ է, որ չի կարող ջնջվել։ Դա այլևս փաստ է։ Եվ ես վստահ եմ ԿՀ համապատասխան անդամներն էլ այդ պատկերացումն ունեն։ Գրեթե նմանօրինակ դեպքեր եղել են եւ որևէ պատասխանատվություն ենթադրող քայլ, արար, որևէ մեկը իշխանության կողմից որ պատասխանատվությունը չի կրել։ Մենք ուզում ենք հասկանալ այդ համոզմունքը, ձեր թիմի լավատեսությունը, ի վերջո մի օր հատելու եք, չէ, ի վերջո ստացվում է որ գնալու եք եւ ընդդիմություն ինչպես շատ հաճախ ասում են աշխատող Նիկոլ Փաշինյանը Այդ ձևակերպման հետ կտրականապես համաձայն չեմ, դա արհեստական շրջանառության մեջ դրված ձևակերպում է, մենք ստացել ենք մեր հայրենակիցների 100,000-ավոր մեր հայրենակիցների վստահության քվեն եւ մենք պետք է պատասխանատվություն ստանձնեինք այդ քվեն իրացնելու, մանդատներ վերցնելու ձևով կամ որոշակի իմաստով պատասխանատվությունից խուսափելու ձևով։ Երկուսն էլ կարող էին ունենալ կյանքի իրավունք, այո։ Մեր քաղաքական թիմի որոշումը եղել է այդ պատասխանատվությունը ստանձնել։ Դրա որոշակի իմաստով, այո, ավելին միջազգային փորձում դուք տեսել եք, թե ընդհանրապես մանդատ չվերցնելը ինչ իրավական հետևանքներ է առաջացրել։ Այն է, իրավական հետևանքներ չի առաջացրել։ Միաժամանակ դուք վստահ եղեք այն գործունեությունը, որը իրականացվելու է, այն դժվարությունները, որոնք հաղթահարվելու են, հաճելիորեն շատերին զարմացնելու են։ Նարեկ Կարապետյանը լինելու է գարվի այս Դա այսօրվա կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստին ներկայությունը Նարեկ Կարապետյանի բնավ պարտադիր չէ։ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն էլ կարծում եմ նաև լրացուցիչ հնարավորություն կլինի, որ դուք էլ դրա մասին իմանաք, առնվազն կրկին ուզում եմ հստակ արձանագրել։ Ունենք գործ абսուրդի, իրավունքի նկատմամբ ծաղրի, վրեժ խնդրության, քաղաքական թատրոնի, Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը միջամտելու։ Իդեպ ժամանակագրությունն էլ է շատ հետաքրքիր։ Նարեկ Կարապետյանը նախաձեռնում է մարզային այցեր, ունենում է հանդիպումներ մեր հայրենակիցների հետ, հենց իդեպ նույն մանդատները ստանձնելու, այդ պատասխանատվությունը վերցնելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում, իդեպ որևէ մի բացասական արձագանք էլ դրա վերաբերյալ մեր հայրենակիցներից չի լինում, հակառակը պահանջատիրությունն է ընդգծվում եւ դրան հաջորդում է դատախազության կողմից միջնորդության ներկայացում ԿՀ այն տրամաբանությամբ ոնց եղել է նախկինում, երբ նույն այս կառույցը վերադարձրել էր նշված միջնորդություն։ Պարոն Վարդևանյան, ձեր ընտրացուցակի 10-րդ համար Հայկ Սուքյասյանը տնային կալանքի տակ է, բայց ինչքանով գիտենք մանդատը վերցնել է։ Հայկ Սուքյասյանը եւս պետք է ազատ արձակվի տնային կալանքից, ելնելով նրանից, որ այսօր 15:00-ին մեկնարկող նիստի պայմաններում նշված հարցը սպառված է լինելու։ Սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակով գրված է, որ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ձեռք բերող անձը, ով մինչ այդ կարգավիճակ ձեռք բերել է, եղել է անազատության մեջ, կարգավիճակ ձեռք բերելու պայծ սկսած չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ սահմանադրության նախատեսված մեկ բացառիկ իհարկե,
Բայց պարոն Ղազենյանի դեպքում դատախազության կողմից ապահովվեց անհնարինը։ Իրավունքի օրենքի տեսանկյունից անհնարին է, որովհետև նման բան կանխատեսել իսկապես ինչքան էլ ես նման պատկերացում ունեի եւ դրա վերաբերյալ որոշ գործողություններ էլ ձեռնարկվել էին, բայց դատախազությունը արդեն քրեական վարույթը փոխանցել է դատարան։ Դատախազությունը ինքը այլևս լիազորություն խափաման միջոցը վերացնելու ֆորմալ առումով չունի։ Հենց դրա համար էլ արվել։ Ակնհայտ եմ այդ միտումը տեսնում։ Պարոն Վարդանյան, բայց իրավական հարց է,